Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Ցեղասպանության ճանաչումն կանխարգելումը ՄԱԿ-ում արհեստական բանականությունով հայատյացության վտանգի մասին Արցախակարոտից ծնված այգի Ջորջ Սքուլի այցը ցեղասպանության թանգարան Եփրատի առաջացման գաղտնիքը, ԻՀՊԿ-ն փակալա Հորմուզի նեղուցը, Իսրայելը քննարկալ չի հայերի ցեղասպանության բանաձևը, Արցախաժառանգությունը վտանգի տակի է։ Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է պատմական արդարության, անպատժելիության դեմ պայքարի ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործումը։ Արմենակ Աբրահամյանը նշում է, Իսրայելի կողմից 2026 թվականի հունիսի 28-ի ճանաչումը ունի առանձնահատուկ խորհրդանշական ու իրավական նշանակություն, ամրապնդել է միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները։ Ըստ հոդվածի, սաղ ժողովուրդների իրավունքների ու քաղաքացիական բնակչության պաշտպանության նկատմամբ պիտի կիրառվի նույն իրավական չափանիշները անկախ քաղաքական հանգամանքներից։ Արևմտյան Հայաստանը պատվիրակության ներկայացուցիչ Գագիկ Թադևոսյանը ՄԱԿ-ի նիստում ունեցած յուրան ելույթում ուշադրությունը հրավիրել արհեստական բանականության ու համացանցային հարթակների միջոցով տարածվող հայատյացության աճող վտանգին իրա։ Նշալավեր թեև արհեստական բանականությունը սոր տրալա ժամանակակից աշխարհի ամենաարդիական տեխնոլոգիաների մինը որոշ պետություններ օգտագործում վեր թախաղության ու համագործակցության ալատելության քարոզչության նպատակներով։ Գագիկ Թադևոսյանը ասելով համացանցում մասնավորապես Բաքվից Թուրքիայից տարածող ՄԽԼ հրապարակումներում ու YouTube-ի հարթակում շարունակաբար տարածվում են հայերի նկատմամբ բռնության կոչեր սպանել հայրին բովանդակությունով։ Յուրան գնահատումով նմանատելության խոսքը վտանգավոր է, հիշեցնում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունների շարունակական սպառնալիքը վերի վերջին դրսևորումներից այլ Արցախը հայ բնակչության բռնի տեղահանումը։ Կամարիսում Նարինե Հայրումյանը ստեղծել է յուրահատուկ ծաղկանոց, վերը տրալ է հազարավոր մարդկանց հիացմունքի առարկան։ Ծնունդավ Ստեփանակերտը Նարինեն այգին անվանում է Արցախայորենային գյունը, ստեղծել է հայրենիքի կորստի ցավնա կարոտը հաղթարելի հետի։ 2020 թվականի կռվանը ետը ընտանիքը Կամարիսում ձերքաբերալ հողատարածք վերը տարիների ընթացքում վերածվել է գունեղ այգու։ Նարինեն ոչ միայն խնամում է հայրավոր բույսեր, այլև Facebook-ի նրա էջը կիսվում է այգի գործության փորձով, ոգեշնչելով հետևորդներին Հայաստանը ու աշխարհի տարբեր երկրները։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտը հուլիսի 8-ից 11-ը հյուրընկալել է Ամերիկայի Փենսիլվանիա նահանգի Ջորջ Սքուլ շկոլի աշակերտներին Genocide Education Project ծրագրի համագործակցությունով կազմակերպված ամառային շկոլի շրջանակում։ Սա առաջին դեպքն է, լավ Ամերիկայից եկած ավագ դպրոցի աշակերտները հայերի ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում այցելել են թանգարան ինստիտուտ։ 4 տարվա ընթացքում իրանք մասնակցել թեմատիկ դասախոսությունների ու կրթական այցելությունների, ուսումնասիրելով հայերի ցեղասպանության պատմությունը, զանգվածային մեդիայի դերը, վերապրածների վկայությունների նշանակությունը, հունցը նաև Ավրորա Մարդիկանյանի կյանքը ու հոգիների աճուրդը կինոն։ Nature Geoscience-ում հրապարակված թեզահետազոտություն նշանցատան վեր Եփրատան նախահայր գետերը միլիոնավոր տարիներ առաջ սկիզբն առալ հայկական լեռնաշխարհն ու սկզբում հոսալն բիդամիջգրական ծով։ Տեկտոնական փոփոխություններին դարդան տրանսությունները փոխվալն ու մոտ 1.6 միլիոն տարի առաջ ձևավորվել ներկայիս Եփրատը։ Գիտնականների գնահատումով բացահայտում է թեզալույս ասփռում տարածաշրջանի հնագույն ջրային համակարգի զարգացման երամ։ Իսլամական հեղափոխության պահապաններին կորպուսը հայտարարել է Հորմուզանեղուցի փակման մասին Իրանը տարածքի մեկ շաբաթվա ընթացքում ամերիկյան հարվածներին արդեն երրորդ ալիքի ֆոնին։ Ըստ Press TV-ի տվյալների նեղուցը արգելափակված ամենական մինչև տարածաշրջանում Ամերիկայի միջամտության դադարեցումը ու ոչ մի նավի թույլ չի տրվելու անցնել ընդդաղավ։ Որոշումը ընդունվել է նեղուցը հատել փորձող նավի ուղղությունով արված նախազգուշական կրակոցներից հետո։ Ամերիկայի հերթական հարձակումը տեղի ունեցավ քշերը պայթուններին, որը տացալ երկրի հարավում գտնվող Բուշեհր, Ասալույե, Սիրիկ ու Չաբահար քաղաքներում, հաղորդվել նաև Քեժ կղզու ու Բենդեր Աբբաս քաղաքի նստված հարվածների մասին։ Վաշինգտոնը հայտարարել էր հարվածները պատասխանել քաղաքացիական նավի Իրանը կատարած հարձակմանը։ Ի պատասխան սրան Իրանը հարձակումների շարք սկսալ մերձավոր արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությունով։ ԱՄՆ-ում ու Բահրեյնում հայտարարվել է օդային տագնապ ու գործալ է հոբ համակարգը։ ԻՀՊԿ-ի տվյալներով հարվածի ընթացքում ոչնչացվել է Իորդանիայում գտնվող Արքայազն Հասան ավիաբազայում տեղակայված ամերիկյան հրամանատարական կենտրոնում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի ըմբռնելիքները։ Իսրայելը խորհրդարանը հուլիսի 17-ին ավարտում է իրան լիազորությունները Հինչինդերդեն հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը ընդգրկվել չի վերջին նիստերի օրակարգում։ Հայ-արցի հետագա ճակատագիրը կախված է 9 հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո ձևավորվելիք թեզակառավարության քաղաքական առաջնահերթությունները։
Պատմաբան Արմինե Հայրապետյանը Սիլավը Բաքվի վերահսկողության տակին գտնվող Արցախատարածքներում շարունակվում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ Նշանավոր վերջին դեպքերից Աստղաշենը, Այգեստանը հուշակոթողներին ավիրումը, հունցն է մտահոգություն հայտնել Մոնքոնք Մերսայրը հուշակոթողի ոչնչացման կոչերի վերաբերյալ։ Հայրապետյան գնահատում է Բաքուն խաղաթյուրում է հայկական ժառանգության պատմությունը կամ ոչնչացնում է այն փորձել է վերացնել հայկական հետքը Արցախում։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ պնդկացիք։